Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մաղթում եմ բոլորիդ գարնանային պայծառ օր։ Այսօր որոշել եմ պատրաստել սունկ։ Սունկը նախօրոք մաքրել եմ, սոխը մաքրել եմ կադրից դուրս, տապակելու եմ սոխն էլ, սունկն էլ միացնեմ իրար և մի քիչ էլ բրինձե փլավ եմ պատրաստելու, առանց որևիցի մի բանի, միայն բրինձը խաշել եմ, քամեմ։ Այստեղ լցրել եմ մի քիչ բուսայուղ, խնդրեմ շատ, կտրտում եմ սոխը, կտրտելու եմ ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մանր, միջին չափսի։ Եթե դուք էլ եք պատրաստելու, սոխը առած եք անում սունկով, ցանկություն ունեք պատրաստելու, դուք ինչպես կցանկանաք, այդպես էլ կտրտեք, կուզեք խոշոր կտրտեք, կուզեք մանր կկտրտեք, ցանկությունը ձերն է արդեն։ Սիրելիներս, տապակի մեջ լցրել եմ բուսայուղ, դրել եմ մարմանդ կրակին, որպեսզի մարման տաքանա, մինչև սոխը կկտրտեմ։ Տաքացրած բուսայուղի մեջ շատ լավ կարմրում է թե սոխը, թե սունկը։ Կաթսայի մեջ էլ լցրել եմ սառը ջուր, նորից դրել եմ գազօջախին, որպեսզի եռա, մեջը աղ լցնեմ և պատրաստեմ բրինձով քամովի փլավ։ Կքամեմ, հետո առանձին ես գյուղի մեջ կտապակեմ։ Իսկ հիմա ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել բոլորիդ։ Սիրելիներս, անչափ գոհ ու շնորհակալ եմ բոլորիցդ ձեր ջերմ լուսավոր գրառումների համար, ձեր բարի գրառումների համար, իմ բարի լավ հետևորդներ ջան, իմ բարեկամներ ջան, Աստված առատորեն օրհնի ձեզ և ձեր ընտանիքը, ձեր ամեն մի օրը թող օրհնությամբ լցվի, մաղթում եմ ձեզ անսահման առողջություն։ Ահա հիմա սա էլ կտրտեմ, մի գլուխ մնաց։ Սիրելիներս, առավոտյան մի տեսակ սիրտս սուրճ չուզեց խմելու, խմել եմ մի բաժակ թեյ և անցել եմ գործի, տնային աշխատանքների, կատարել եմ, հավաքել, մաքրել եմ, հիմա էլ պատրաստում եմ ճաշ երեկոյան ընտանիքիս անդամների համար։ Սա էլ կտրտեմ, հարգելիներս, գործ անելով չես վերջացնում, ինչքան անես, տունը գործ կա, սիրելիներս։ Բոլորս էլ գիտենք տնային տնտեսուհիները, որ ինչքան խնամք է պահանջում, թե երեխաներին կերակրում ես, դպրոցից գալիս են, մինչ հավաքում ես, մինչ մաքրում ես, արդեն երեկոյան ճաշի ժամն է։ Հիմա բուսայուղը արդեն լավ տաքացել է, լցնեմ սոխը, խնդրեմ։ Ես այս ընթացքում, որ լցնեմ սոխը, չեմ բերանը ծածկելու, որպեսզի ոչ թե սա էլ լցնեմ, ոչ թե շոգեխաշվի սոխը, այլ տապակվի։ Առաջինը տապակելու եմ սոխը, հետո սունկը։ Խնդրեմ, մի հատ խառնեմ, բերանը բաց թողնեմ։ Հիմա ուզում եմ խառնել սոխը, արդեն լավ փոքրացել է, ուզում է տապակվել։ Մի քիչ էլ կթողնեմ տապակվի, կարմրի, որպեսզի դառնա վարդագույն։ Խնդրեմ, լավ տապակվում է, դառնա վարդագույն, նոր կվերցնեմ։ Ջուրը սկսել է լավ եռալ, բլբլթալ, հիմա եռման ջրի մեջ կավելացնեմ մի փոքր աղ, որպեսզի համով ստացվի։ Կավելացնեմ աղը, աղ ավելացնելու պետք է զգույշ լինենք, պատահում է, որ ջուրը բարձրանում թափվում է։ Ավելացնում եմ մի քանի կաթիլ բուսայուղ, քիչ, որպեսզի բրինձի հատիկները չկպչեն իրար։ Բրինձը նախօրոք լվացել եմ, ջրքամել եմ, ինձ մոտ շատ խոշոր բրինձ չի, սովորական մանր բրինձ է, ինչ ունեիմ դրանով էլ պատրաստում եմ, դրա համար մի քիչ բուսայուղ լցրեցի։ Հիմա խառնեմ սոխը, արդեն ուզում է դառնալ վարդագույն,
Տեսնում եք, լավ տապակվում է, թող տապակվի։ Արդեն լավ դարձել է վարդագույն։ Հիմա մի հատ կխառնեմ և կդատարկեմ։ Ահա, դատարկեմ ափսեի մեջ։ Այստեղ էլ բրինձն է եռում։ Հիմա դատարկեմ ափսեի մեջ, նույն տապակի մեջ էլ տապակելու եմ սունկը։ Հիմա տապակը մաքրեմ, որպեսզի չվառվի, ահա, հանեմ մնացած սոխը, ավելացնելու եմ մի քիչ բուսայուղ, շատ քիչ, որ սունկը տապակեմ։ Բավական է, սա արդեն բավական է։ Կլցնեմ, մի քիչ թող տաքանա, մինչև ես բրինձը տեսնեմ եփվել է։ Երևում է, որ չի եփել դեռ։ Հիմա փորձեմ։ Դեռ ոչ, չի եփել։ Դեռ մի քիչ էլ բուսայուղը արդեն տաքացել է, լցրեցի սունկը։ Ճիշտ է, խոշոր եմ կտրել, բայց հիմա տապակվելու ընթացքում ինքը կփոքրանա, որ մանր կտրեի, ավելի մանր կլիներ։ Արդեն բրինձն էլ է սկսել։ Հիմա տեսնեմ բրինձը եփել է։ Այո, արդեն բրինձը պատրաստ է։ Կանջատեմ։ Անջատեցի գազօջախը, հիմա խառնեմ սունկը, բավականին արդեն փոքրացել է, ջրային մասը դուրս է տվել, թող լավ տապակվի, հետո կավելացնեմ յուղ կամ կարագ, յուղ կավելացնեմ։ Կաթսայի մեջ դրել եմ հալած յուղ, որպեսզի բրինձը հալած յուղով տապակեմ, և մի հատ խառնեմ մեր սունկը, կաթսայի բերանը ծածկեմ, գազօջախը վառեմ, դնեմ յուղը հալվելու, թող հալվի դանդաղ, խնդրեմ, մինչ յուղը հալվի, ես կավելացնեմ սունկին տապակած սոխը։ Տեսնում եք, ինչ լավ ստացվել է։ Խնդրեմ, արդեն լավ կարմրել է, ջրային մասը քաշվել է, յուղն եմ, սառած է յուղը, գդալով հանում եմ, որպեսզի դնեմ սունկի վրա։ Ահա, սա էլ յուղը դրեցի սունկի վրա, ստացվում է փայլուն և համեղ։ Մի հատ լավ խառնեմ, յուղը հալվի, ավելացնեմ սոխը։ Խնդրեմ, կխառնեմ, լցրեցի, հիմա խառնեմ, մի փոքր էլ աղ լցնեմ, կխառնեմ, բերանը կծածկեմ, որպեսզի աղն էլ աղով համեմվի, մի խոսքով, աղը իր համը տա սունկի և սոխին, որտև ես չէի աղել դեռ սունկն ու սոխը, բերանը ծածկեմ, թող համերը իրար հետ համովանան։ Ահա սիրով պատրաստեցի սունկը և սոխը տապակած բրինձի հետ, մեզ համար ցույց եմ տալիս ձեզ, սիրելիներս, վերջ, շատ համեղ ստացվեց, սա էլ բրինձը, միայն յուղով եմ տապակել, սունկն ու սոխը որպես պատլիվ կլցնենք բրինձի փլավի վրա և կուտենք, իսկ հիմա համվենք, հագնվենք, իջնենք ներքև Մարինեիս հետ, ձեզ էլ մեզ հետ միասին գնանք ծանոթացնելու ձեզ մեր գյուղի մի մասին, գնացինք սիրելիներս, կծանոթացնեմ մի մասին, մյուս անգամ էլ մյուս մասին, գնացինք։ Խանութը շատ վաղուցվա խանութ է, օգտվել ենք սկզբից այս խանութից, դեռ գործում է, անունը ավոկադո է, ներսի մասում այն կողմում
խանութն է, մթերային բաժին ունի, այս կողմում Yandex Market-ն է եւ գինու բաժին ունի, շատ համեղ գինիներ են վաճառում։ Վերանորոգված է, դարձրել են գեղեցիկ, փոքրիկ, հարմարավետ խանութ եւ Yandex Market։ Այսքանով սիրելիներս այսօր ուզում եմ ավարտեմ այս փոքրիկ ճանապարհորդությունը գյուղամեջ, ձեզ մաղթել բարի լավ դիտում, լավ օր, Աստված ձեզ հետ, մենք էլ մյուս հոլովակում կշարունակենք մեր ճանապարհորդությունը մեր գյուղամեջ։ Սիրելիներս, շարունակվում է մեր զբոսանքը գյուղամեջ։ Հիմա եկել ենք արդեն գյուղամեջ, կենտրոնն է, սա պատրաստել են Էֆելյան աշտարակի նման մի կառույց, այստեղ շատ գեղեցիկ է, ծաղիկներ են ցանում, հեսա դուրս կտամ, ծառերը ծաղկում են, գարնանը ամռանը շատ գեղեցիկ է, նստում են, հանգստանում են, նստարաններ կա, այստեղ խաղահրապարակ կա, ֆուտբոլ են խաղում երեխաները, բասկետբոլ են խաղում, վոլեյբոլ են խաղում, այս ճանապարհն է, գնում ենք դեպի, հիմա ցույց կտամ ուր, այստեղով էլ ճանապարհ է, դեպի խանութ են գնում, մանկապարտեզ, գյուղխորհրդի շենք, գյուղապետարան եւ մեր կուլտուրայի տունն է, այստեղ կուլտուրայի տունն է, մոտիկից հեսա կգնանք կտեսնեք, հարգելիներս, տեսնում եք ինչ գեղեցիկ են, եղևնիները բոլորը զարդարված էին նոր տարվանը, ափսոս չկարողացա գայի նկարեի, հարմար չեղավ, նստարաններ, այստեղ ծաղիկներ են տնկում, տեսնում եք եղևնի, շատ գեղեցիկ հանգստավայր է, երեխաները մեծերը գալիս են, հանգստանում են իրենց երեխաների հետ, հիմա գնում ենք դեպի մեր կուլտուրայի տուն, հանգիստ գնում ենք հարգելիներս, խնդրեմ, կանանչ, տեսնում եք կանանչ, այնտեղ էլ գնում է սեփական տները, հաջորդ հոլովակը այնտեղ է լինելու, գնալու ենք դեպի այն վայրը, որտեղ սեփական տներն են, սիրելիներս, առանձնացված է պետականը, մի կողմի վրա է սեփականը, կենտրոնական փողոցը բաժանում է, խնդրեմ, ինչքան մեծ եղևնու ծառեր են, արձանիկներ կա, հայերն են պատրաստել, սիրելիներս, այստեղ միանում է ֆանտաններ, վերցրել են, մի խոսքով շատ գեղեցիկ է, այստեղ է կատարվում տոնահանդեսներ, տոնական օրեր, այս բեմի վրա ելույթ են ունենում, ճիշտ է, բերում են նորից, կողքերը կառուցում են շորով, ելույթ են ունենում, դեռ այս փոքրիկ տոնածառը թողել են, ողջ ծառերը, մի քանի եղևնիները բոլորը զարդարված էին, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, սա նորից հայերն են, վերանորոգել մեր կուլտուրայի տունն է, խնդրեմ, սա խաղահրապարակն է երեխաների, այն փոքրիկ շենքն էլ գրադարանն է, հիմա Մարինկաս կպատմի մի քիչ կուլտուրայի տան մասին, խնդրեմ Մարինե ջան, այս կուլտուրայի մեջ ես համ երգել եմ, համ պարել եմ, գնում եմ համ էլ նկարչության, բայց արդեն թողեցի մեջի, որտեղ ժամանակ չկար, ով եմ գնում, համ էլ գնում եմ լող, բայց բրոնիցիում արդեն, քաղաքի մեջ է լողը, լողի տեղը Տիտանիկ է կոչվում, որ թորս և Մարինես այնտեղ են հաճախում, ներսն էլ շատ գեղեցիկ, տեսնում եք, ասեցի չէ, հայերը վերանորոգել են, մեր հայերը ամենուր կան, կեցեն մեր հայերը, գեղեցիկ պատրաստել են, վերանորոգել են, հարգելիներս, այս եղևնու զարդարանքը տեսնում եք շառերը,
Աստղը վերևի, շատ գեղեցիկ է, ելույթ ունեցան մեր երեխաները այստեղ, բարեցին, ուրախացան, այստեղ բեմ է, ամառային, հիմա ձմեռ է հավաքել են, ներսում են արդեն ելույթներ ունենում երեխաները, այստեղ շատ շուշուտ համերգներ է լինում, երեխաները երգում են, պարում են, ուրախանում են, խնդրեմ սիրելիներս, սա էլ մեր հրապարակը իր գեղեցկությամբ, դե հիմա ձմեռ է, գեղեցկությունը չի երևում, ամռանը ցույց կտամ նորից կգամ, կնկարեմ, Մարինկայիս հետ նստել ենք, մի քիչ հանգստանանք և շարունակենք ճանապարհը դեպի տուն։ Բարեկամներ, հարազատներ, սիրելիներ ջան, հիմա մի փոքր Մարինկայիս հետ նստել ենք հանգստանալու, որ արդեն գնանք տուն։ Տեսնում եք այս արծիվը, ֆանտան է, ջուր է բխում այն անցքից, շատ գեղեցիկ է, նորից հայերն են պատրաստել, դե արդեն բավականին մի 10 տարուց ավել պատրաստված է, շատ գեղեցիկ, ջուրը որ գալիս է, շատ գեղեցիկ է նայվում։ Այս շենքը գյուղապայտարանն է, այս երկու շենքերն էլ մեր գյուղի մանկապարտեզն է, կանաչապատված եղևնիներով, շատ գեղեցիկ է։ Հիմա Մարինեիս նկարենք, ձեռքով արա սիրելիս, սա էլ իմ գեղեցկուհի Մարինեն, գնացինք, խնդրեմ նստարաններ, հանդեսի ժամանակ հայկական խորոված են պատրաստում, իհարկե մեր քաղաքից Բրոնիցից կան ընտանիք, որոնք այս գործով են, գալիս են, նկարում են, պատրաստում են, վաճառում են, գումար են աշխատում, շատ լավ հանգիստ գյուղ է։ Այլ որ ցույց տվեցի մեր կանանչ խանութն է, սկզբից այստեղից ենք օգտվել, հարգելիներս, Մարինկաս գնաց իրեն ինչ-որ մի բան գնի, տեսնում եք, փոքր, այս կողմի վրա մթերայինն է, այս կողմի վրա էլ խազայստվինի է, աման, ապսեներ, ամեն ինչ կա հարգելիներս, խնդրեմ, պտտվեցինք, եկանք, սա էլ կանաչապատված տեղ է, գեղեցիկ ծառերով, կարճահասակ, ամռանը գլխիկները կտրում են, շատ գեղեցիկ է լինում, շատ, խնդրեմ, բավականին ցույց տվեցի, միասին ման եկանք մեր փոքրիկ գյուղում, սա էլ այս շենքի հրապարակն է, գեղեցիկ եղևնու գեղեցկությամբ էլ այսօրվա այս երկրորդ զբոսանքը, տեսահոլովակը ավարտում եմ սիրելիներս, մաղթելով ձեզ Աստծո լույսն ու Աստծո օրհնանքները ձեր օջախից անպակաս լինի, սիրում եմ ձեզ բոլորիդ, գրկում և համբուրում եմ, իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան։